Հակակոռուպցիոն կոմիտեում վերակազմակերպվել է նախաքննական 6 վարչություն, ստեղծվել 1 նոր ներքին անվտանգության և վերահսկողության վարչություն։ Կառուցվածքային փոփոխությունները կոմիտեի նախագահի խորհրդականի խոսքով ուղղված են նախաքննության արդյունավետության բարձրացմանը, գործառույթների հստակեցմանը։ Քննիչները հնարավորություն կունենան մասնագիտանալու կոնկրետ հանցագործությունների քննության գործում, իրականացնելու խորքային, ապացուցահեն քննություն։ Կբացառի հնարավոր դատավարական սխալները, անհարկի ձգձգումները, անարդյունավետ քննությունները, որն էլ ինքնին իր հերթին կմեծացնի հանրային վստահությունը կառույցի նկատմամբ։ Թեմատիկ քննչական վարչությունների ստեղծումը ինքը համահունչ է միջազգային իրավապահ զարգացման միտումներին, ինչպես նաև այն հնարավորություն է տալիս ավելի սերտ փոխգործակցություն օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների եւ քննչական մարմնի միջև, իսկ կոռուպցիոն հանցագործների դեմ պայքարում այդ սիներգիան ունի վճռորոշ նշանակություն։ Ներքին անվտանգության եւ վերահսկողության վարչությունը ի տարբերություն նախկին ստորաբաժանման ունի նախաքննական գործառույթ։ Վարչության աշխատակիցները հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հանձնարարությամբ կուսումնասիրեն քրեական վարույթներ, հաշվառման գործեր, կներկայացնեն նախաքննության օպերատիվ հետախուզական գործունեության իրականացման վերաբերյալ զեկույց։ Նպատակն է ի հայտ բերել նաև բացառել նախաքննության ընթացքում քրեադատավարական խախտումները։ Ներքին անվտանգության վարչության նախորդ գործած մոդելում, երբ որ նույն քննիչը նախաքննություն էր իրականացնում եւ ներգրավում էր օպերատիվ քննչական խմբերի մեջ, ինքնաբերաբար տեղի ունի աշխատանքային մերձեցում, որը մեծացնում է հետագայում շահերի բախման, հնարավոր ճնշումների ռիսկը եւ ոչ անաչառ լինելու հնարավորությունը միշտ կա, այն անհասանելի եւ անկախ գործող ստորաբաժանում է։ Եթե ճակերտավոր ասած, ներքին անվտանգության վերահսկողության վարչությունը հակակոռուպցիոն կոմիտեի կազմում անկախ դիտորդ է, որը վերահսկողություն իրականացնելով կոմիտեի ծառայողների գործունեության օրինականության նկատմամբ, ինչպես նաև իրականացնելով նրանց բարևարկության, առաքինության, եկամուտների, կենսակերպի, կապերի մոնիթորինգ, կարողանում է վերհանել եւ բացառել հնարավոր չարաշահումները, սուբյեկտիվ որոշումները։ Հրատապ հարցերի քննարկման դրանց արագ արձագանքման համար ստեղծվել է խորհրդակցական մարմին, որի ղեկավարը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն է, անդամները քննչական վարչությունների պետերը, օպերատիվ հետախուզական վարչության պետը, կոմիտեի փոխնախագահները։ Կոլեգիան աշխատանքները կկազմակերպի նիստերի միջոցով։ Կոլեգիան կարող է նիստերի իրականացնել ինչպես կոլեգիայի անդամների մասնակցությամբ, այնպես էլ արդեն ընդլայնված կազմով, որի շրջանակներում կարող են մասնակցել ինչպես հակակոռուպցիոն կոմիտեի այլ ծառայողներ, այնպես էլ պետական այլ մարմինների մասնակիցներ։ Կոմիտեի նախագահի կոլեգիայի շրջանակներում տրված հրամանները իրենք պարտադիր են ծառայողների կողմից կատարման համար, որոնց չկատարումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության։ Կոմիտեում նախատեսվում է ստեղծել կադրային բանկ, որը հնարավորություն կտա ներգրավել փորձառու բանիմաց ծառայողների։ Փնտրելու եւ հավաքագրելու ենք այնպիսի մասնագետների տվյալներ, որոնք պետք է համալրեն ըստ մեր քաղաքացիական ծառայության եւ ինչպես նաեւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց շրջանակը եւ առավելապես կոմիտեն նաեւ մեծ կարեւորություն է դարձնում հենց քաղաքացիական ծառայության շրջանակում իրավաբան մասնագետների թափուր հաստիկների համալրմանը, սա կոմիտեին պարզապես հնարավորություն կտա այս կամ այն թափուր պաշտոնի առաջացման դեպքում ունենալու այդ կադրային բանկը եւ այդ կադրային բանկից դիտարկելու այս կամ այն պաշտոնին համապատասխանող ինքնակենսագրականներ ներկայացրած անձանց տվյալներ։ Հակակոռուպցիոն կոմիտեում գործարկված թեժգիծը ըստ Արմեն Ասատրյանի հնարավորություն է ընձեռում հասարակությանը ներգրավել հակակոռուպցիոն պայքարում։ Գործարկման օրից 1 ամսում ստացվել է 200 զանգ։ Առերևույթ հանցագործության հատկանիշներ ունեցող դեպքերով օպերատիվ հետախուզական վարչությունն արդեն ուսումնասիրություններ է կատարում։ Բավարար հիմքերի առկայության պարագայում նախաձեռնվում է վարույթ։ Մայա Խաչատրյան, Արտակ Գևորգյան, լուրեր։